Ես վարչապետին տանել չեմ կարող։ Ընտրել եմ 2 անգամ, բայց հիմա շատ դժգոհ եմ։ 2 անգամ ընտրել եմ, բայց երևի այս անգամ չընտրեմ։ Անգամ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են զզվանքով արձագանքում վարչապետի Կիրակի արած խոստովանությանը, որ պաշտոնյաներին միլիոնների պարգևավճարներ է բաժանում, որ հավատարիմ մնան իրեն։ Մեր պաշտոնյան պետք է այնքան վարձատրվի, որ մաֆիան այդ պաշտոնյայի վրա ազդելու եւ այդ պաշտոնյայի խոցելիությունները օգտագործելու մեր պաշտոնյային իր ջեբը չկարողանա գցի։ Փաշինյանը փաստորեն ընդունում է, որ իր կաբինետի անդամները ամենևին էլ սկզբունքային չեն, խոցելի են եւ նրանց կարող են գնել բարձր գնով։ Այսպես են նրան հասկացել քաղաքացիները։ Ինքը կասկածում է, որ փողը լավ չէ, կփախնեն։ Մարդիկ այլևս որևէ կասկած չունեն միլիոնավոր պարգևավճարներ շռայլելով, Փաշինյանը հնարավոր առնետավազքն է կանխում ընտրություններից 2 ամիս առաջ։ Ինքը իրականում հնարավորություն տալիս է, որ իրականում դա տեղի։ Չնայած պարգևատրվածները տեսախցիկների առաջ արդարանում են, թե իրենց լավ աշխատանքն է խրախուսվում ընդամենը։ Տենց չի, էլի, շատ է։ Այդ մարդիկ պետք է լավ ապրեն։ Բայց դա չի նշանակում, որ պետք է թալանչիություն արվի։ Newsink TV-ի ձեռքի տակ անցած ուրբաթ հայտնված այս փաստաթղթերը վկայում են, որ նախարարությունների ու մարզպետարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներից յուրաքանչյուրին 2-ից 5 միլիոն դրամ պարգևավճար են տվել։ Սրանք չեն վախենում, օրինական են գողանում։ Պարգևավճարային հերթական սկանդալից ցնցված քաղաքացիները չեն հաշտվում իրենց խոսքով բարձր մակարդակի գողության հետ։ Եթե նա 7 միլիոն տվել ամեն մեկին ստացել են բաժինը, այդ միլիոնը բաժանել է թոշակների դիմաց մարդիկ ստանային։ Եթե տարած է ժողովրդել մեր պրեմիաներն է, պարգևադրումները էսել նվիրում ենք ձեզի, որոնք որ ի վիճակ չեն ապրելու գոյատևելու։ Թոշակառուներին, որոնք ի վիճակի չեն գոյատևել, պետության ղեկավարը հորդորում է մի կտոր միս ուտելու համար մի քիչ էլ համբերել։ Ապրիլից մինչև 10,000 դրամով բարձրանում է թոշակը։ Շատ կարևոր մսի կտոր ուտենք։ Շատ կարևոր հա նախ մսի կտոր դուք կարաք ուտեք ապրիլի 1-ից թոշակը ձեր այդքան այն։ Այդ իրա բարձրացած թոշակով, աղջիկ ջան, ոչ թե միս, ցամաքած չես ուտի։ Իրենց ասածը թոշակառուները հիմնավորում են թվերով։ 1000 դրամով են բաները ավելացել այն, ֆիլեները ավելացել է։ Դարելա 8000, դե կառնի 1 կիլո, ինչ է որ մի ամսում 1 կիլո։ 1 կիլո այդ ֆիլեն կառնի։ Ամիշ թանկացնում են, թոշակներ ավելացնում են։ Արժեք չունի փողը։ Ամսվա վերջին արդեն դատարկ դրամապանակներով մնացած թոշակառուները շարունակում են պնդել։ Փաշինյանը 2 կոպեկով ուզում է իրենց քվեն գնել ու կտրուկ ոչ են ասում նրա գլխավորած ուժին։ Փաշինյանը իմ համար ընդհանրապես գոյություն չունի, որպես ինչ-որ մեկը էլի։ Ես նույն հերոստացույց չեմ նայում, որովհետև ամեն նայելուց իմ սիրտը վատանում է։ Ուզում եմ տեսնել, որ ինքը հեռանա։ Աննա Գյուրնազարյան, Աշոտ Մնոյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։